Ուժեղ Հայաստան դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընտանիքի անդամները Ուժեղ Հայաստան դաշինքի կողմից 2026 թվականի ապրիլի 11-ին կազմակերպված հավաքին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում անչափահասներին, խոստանալով հավաքին մասնակցելուց հետո մասնակցության համար յուրաքանչյուրին տալ 10,000 դրամ։ Այնուհետև ապրիլի 11-ին նրանցից ԱԽ-ի կողմից վարձակալած տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայով ընտանիքի անդամները Շիրակի մարզի Արտիք համայնքի փոքր Մանթաշ բնակավայրից կազմակերպել են մի խումբ անձանց տեղափոխումը Երևան, որտեղ Ուժեղ Հայաստան կուսակցության կազմակերպած հավաքին մասնակցելուց հետո նրանք վերադարձել են փոքր Մանթաշ եւ ստացել հավաքին մասնակցելու համար նախապես խոստացված 10,000 դրամ գումարները։ 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը։ ԱԽ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանքը եւ բացակայելու արգելքը, ՄԽ-ի եւ ՆԽ-ի նկատմամբ վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը, իսկ անչափահաս ԿԽ-ի նկատմամբ դաստիարակչական հսկողությունը։ Ուշադրություն. հանրավակների մասնակցելուն պարտադրելը կամ նյութապես շահագրգռելը ենթադրում է պատիժ մինչև 5 տարի ազատազրկմամբ, իսկ որևէ քաղաքական ուժի ընտրելու համար գումար, գույք կամ ծառայություն տալը, ստանալը կամ միջնորդելը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ։ Զերծ մնացեք ընտրական հանցագործություններից, իսկ դրանց մասին իմանալու դեպքում դիմեք ոստիկանություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։